Թեհրանում միջազգային երկխոսության համաժողովն է, այստեղ են տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները, նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը թեհրանական այս հարթակում դարձյալ պնդել է, հայկական կողմը չի քննարկում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագիծը, այն գոյություն չունի։ Գրիգորյանը ձևակերպում է, Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը։ Frankly, there is no any discussion about any corridor. Անկեղծ ասած, որևէ միջանցքի մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում, բայց մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, խաղաղություն եւ կայունություն բերել տարածաշրջան եւ նպաստել զարգացմանը։ Մեկ անգամ չէ, բազմաթիվ անգամներ է պաշտոնական Թեհրանը իր հերթին դեմ արտահայտվել միջանցքային տրամաբանությանը, այն համարելով վտանգ թե հայկական, թե իրանական շահին։ Բայց արդյոք սա հասկացել է Բաքուն, հարմարվելով Նախիջևան գնալու իրանական տարբերակին։ Համենայն դեպս այս տարի Ալիևը մի քանի անգամ արդեն ասել է, որ Երևանին սպասել չեն կարող, համագործակցում են Թեհրանի հետ։ Խաղաղության գործընթացի շուրջ լռության պայմաններում պաշտոնական Բաքուն վերջին ժամանակներում կարծես լռում է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, թեև սահմանին սադրանք է հրահրում ու տորպեդահարում խաղաղության գործընթացը։ Պաշտոնական Հայաստանի անգամ պարզեցված պայմաններով նվազագույնի հասցված ստուգումներով ճանապարհը չի ուզում Բաքուն, ուրեմն հրաժարվել է այս մտքից։ Պետք է անվանել թուրանական միջանցք։ Իրենք չեն հայտարարել, որ մենք հրաժարվում ենք, ասել են, որ պետք է բացենք, նաև կատարել են շինարարական աշխատանքներ։ Ինչու չեն համաձայնում, որովհետև ամբողջական վերահսկողություն են ուզում թուրանական միջանցքի վրա։ Իսկ դա էլ նշանակում է ոչ թե միայն ճանապարհի հարց է Ադրբեջանը փորձում լուծել, այլ Հայաստանի հարցն են փորձում լուծել։ Իդեպ Թեհրանում Գրիգորյանը հիշեցրել է հայկական խաղաղության խաչմերուկ հայեցակարգը, այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։ Հենց այս նախաձեռնությունն էր, որ Ալիևը որակեց ընդամենը թղթի կտոր։ Խաղաղության բանակցությունների մեկնարկին կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը հանվեց փաստաթղթից առանձին քննարկելու։ Հիմա ոչ մեկն է առաջ գնում, ոչ մյուսը։ Կա նաև երրորդ սառած կանգառած գործընթացը՝ սահմանազատում, սահմանագծում։ Ինչու հանկարծ։ Բանակցություններ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ստացվում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան սպասում են որոշակի լուծումների կամ նրանց ասվել է, պետք է սպասեն այդ որոշակի լուծումները, ինչպիսին կլինեն Ուկրաինայում, ինչպիսին կլինեն Իրանի հարցում։ Ահա այդ հարցերից է ստերեոտիպ կախված այն վերջին մի քանի քայլերը, որ մնացել է կատարել Հայաստանի նկատմամբ, այնպես որ Ադրբեջանին առայժմ ասված է, որ սպասի։ Իդեպ, ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ըստ քաղաքագետի, նաև խաղաղության խաչմերուկն այս պահին Հայաստանի համար լավագույն եւ անվտանգ տարբերակը չէ։ Ասում է, քանի դեռ թուրք-ադրբեջանական կողմը չի դադարեցրել հակահայկական պահվածքը, թշնամուն որևէ կերպ վստահելը խիստ վտանգավոր է։ Տիգրան Կուրգինյան, ժամը լրատվական։